Ցեղասպանության ինստիտուտի տնօրենը Էդիտա Գզոյանը ազատվեց պաշտոնից։ Որ Էրդողանն իմանա, որ Էրդողանն ու Ալիևը գնահատեն իրան։ Մեր պետությանը այլևս այդպիսի ինստիտուտ միգուցե պետք չի։ Գնացել Ստրասբուրգ հասել Եվրոպական պարլամենտ բողոքումա հայրաքելական եկեղեցուց։ Այդ Նիկոլ Փաշինյանի այդ վարքագիծը հենց ծայրագավառի վարքագիծը։ Այնտեղ թե Եվրոպական պարլամենտում ծափ են տալիս։ Ծափ են տալիս, որովհետև այդ մարդը պատրաստակամություն հայտնել դառնալ Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմի զինվոր։ Փափուկ ուժի պատերազմա գնում, մեզ ոչնչացնում են փափուկ ուժով։ Բայց Նիկոլ Փաշինյանը ինձ թվում է կուզի պատերազմ լինի։ Ինչի համար։ Իր չընտրվելու դեպքում։ Ընկերներ, ողջույն, պլատֆորմ ոդկասթը շարունակում է իր բնականon աշխատանքը։ Այսօր պետքա քննարկենք Նիկոլ Փաշինյանի մտքերը խայտառակ, այլանդակ, հակապետական, հակազգային մտքերը եւ այս գնահատականները ամենևին էլ չափազանցված չեն, այդ պսևդո ռացիոնալները եւ կառուցողականները թող չխրտնեն, որովհետեւ ես հարցին այսպես եմ նայում, պարոն Մարուկյան, պատերազմներ կարող են լինել, պատերազմում կարող են կորսվել նաեւ տարածքներ։ Իհարկե դա անթույլատրելի է, ես մեր որևէ տարածքի կորուստ չեմ արդարացնում, բայց կատաստրոֆա է, երբ որ հակառակորդը թշնամին սկսում է տարածքների հետ միասին տիրապետել նաեւ մեր բանականությանը, հոգիներին եւ սրտերին։ Եվ հիմա մենք դա ունենք, այսինքն այդ մեր ասածը ամեն օր նոր տվյալներով հաստատվում է, որ ադրբեջանական եւ թուրքական մշակութային էքսպանսիան փափուկ ուժը ներդրված է արդեն իսկ մեր ուղեղների մեջ եւ մենք սկսել ենք իրենցպես մտածել, այս անդադ այս միտքը կրկնում եմ, որովհետեւ պարզ չի ով է խոսում, ով էր խոսում Հայաստանի ղեկավարը, թե Ադրբեջանի ներկայացուցիչը, թե Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչը։ Նախ պետքա սկսել Ցեղասպանության ինստիտուտի շուրջ ստեղծված խայտառակ իրավիճակից գիտենք, որ տնօրենը Էդիտա Գզոյանը ազատվեց պաշտոնից, այդ ազատումը քննարկումների պատճառ դարձավ եւ տարատեսակ տարբերակներ էին առաջ քաշվում որպես պատճառ եւ ի վերջո Նիկոլ Փաշինյանը ուղիղ ազնվորեն բացահայտեց դավադրությունը։ Տնօրենը ազատվել է ԱՄՆ փոխնախագահի այցի պատճառով, քանի որ Տիկին Գզոյանը ԱՄՆ փոխնախագահին է ներկայացրել Բաքվի Սումգայիթի կոտորածները, խաչքարները ցույց տվել եւ գիրք նվիրել Արցախյան շարժման մասին, պատմել է Արցախյան շարժման մասին։ Ես ուզում եմ հիշեցնել, հա, դա պետության կողմից ստեղծված ինստիտուտ է, բայց այնուամենայնիվ դա պատմագիտական եւ գիտահետազոտական ինստիտուտ է, որի գիտական շրջանակներում տեղավորվում են այդ Բաքվի Սումգայիթի կոտորածները, ցեղասպանությունը, նաեւ Արցախյան շարժումը, նաեւ ասում են, որ Տիկին Գզոյանին չեն ներել, որ բոլորովին նա միջազգային կարգ ունեցող գիտնական է եւ ինչպես գիտաշխատողներն են ասում, ինստիտուտն էլ աստիճանաբար բարձրացնում էր միջազգային մակարդակի, միջազգային հեղինակավոր ամսագրերում հոդվածներ էին տպվում եւ նա մի շատ լուրջ հոդված էր գրել Արցախյան շարժման մասին բոլորովին վերջերս եւ դա էլ նրան չէր ներվել, այսինքն այս J.D. Vance-ի այցը վերջին կաթիլներ եւ մյուս Նիկոլ Փաշինյանի նմանատիպ հայտարարությունները, օրինակ ինքը ասում է Արցախ բառը դա Արցախ բառի կիրառումը դա սադրանք է, իսկ երբ որ եկեղեցականները պատարակների ժամանակ ասում են Արցախի հանրապետություն, դա նշանակում է պատերազմի կոչ կամ պատերազմ հայտարարել, չգիտեմ ոնց է ասել, տարբերություն չկա։ Եվ ես եթե անկեղծ ասեմ, տարակուսած եմ։ Մենք ոնց որ թե սա էլ ասեմ ու խոսքը փոխանցեմ ձեզ, շատ բան ենք արդեն տեսել, շատ փլուզումներ ենք տեսել, անբարոյականություն, լկտիություն, ամեն ինչ տեսել ենք, բայց արդեն ոնց որ թե մտել են մեր հոգիների եւ սրտերի մեջ։ Որ փոքր էի, տատիկս ասում էր, որ միտքը որ չես արտահայտել,
այսինքն սրտիդ մեջ է, մտքիդ մեջ է, դրա վրա սատանան ազդեցություն չունի։ Բայց հենց արտահայտեցիր, ասում է կարա խանգարի ու դա ասում են սատանիական ջխուլ։ Հիմա սրանք սատանայից բեթար են ինձ թվում, չի որովհետև մտել են մարդկանց մտքերի մեջ եղբայր, այսինքն ասում են մի էլ մտածեք, անգամ մի հենց դու մտածիր, դա պատերազմ է։ Բայց հետ գալով ուզում եմ երկու բան շտկեմ քո ասածից, որովհետև ասացիր քննարկել ենք Նիկոլ Փաշինյանի մտքերը։ Մտքերը չեն քննարկել, գործողություններն են քննարկում, որովհետև ինքը ասեց ես ցույցում եմ տվել, մարդը ասեց ես ցույցում եմ տվել Դիանա Գզողյանին, հա, ազատել աշխատանքից, կամ ինքը դիմում գրի դուրս գա, հա։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, նայ։ Հետարքիր բան կա, էլի վերջին հաշվով մենք խոսում ենք գիտական աշխարհի մասին, դու էլ գիտնական ես։ Մինչև Պսևդո։ Մինչև բրիֆինգում իր այս հայտարարությունը ասել է, որ ինքը ընդունեց։ Երկու շերտ կա, առաջի շերտն է, որ ինքը հրապարակային ասում է, ես եմ ասել, որ հանեն, որովհետև ինքը սադրիչ բան արել, որ գիրքա տվել Արցախի մասին, ինչի, որ Ալիևը լսի։ Որ Էրդողանն իմանա, որ Էրդողանն ու Ալիևը գնահատեն իրան։ Հասկանում ես, նայ գիտական ամբողջ համայնքը չի հրապարակայնացրել այս փաստը։ Լուր էին ու հարցնում են, ասում են, դե չգիտենք, չէ Ժաննա Անդրեասյանն ասել է ճիշտ ասացի Ժաննա Անդրեասյանը ազգանունը, հա։ Կգնա սնախարար։ Ասել է շինարարության հետ է կապված։ Ցեղասպանության հուշահամալիրի շինարարության հետ է կապված։ Ես բաներ են խոսում, բան ոչ մի գիտնական ցեղասպանության թանգարանից։ Չկանգնեց ասի, ախպեր ջան, գիրքա նվիրել դրամար են հանես մարդուն աշխատանքից։ Էս է խնդիրը։ Եվ Փաշինյանը որ տեսա, որ չի իմացվում այս պատմությունը։ Մի լղոզված է իմացվում, չէ՞ Խաչքարից է պատմել, գիրք տոշնի չի իմացվում։ Ալիևը տոշնի չգիտի, խեն հան այդ մարդուն։ Ինքը նյարդայնացած եկավ ու ասում է, չէ, ես պետք է սա հրապարակայնացնեմ, որ Ալիևն ու Էրդողանն իմանան, որ ես լավ եմ կատարում այս գործը։ Ես լավ եմ անում, ես ընտրություններից ընդառաջ ես իմ գործը գերակատարում եմ։ Ոնց է բոլշևիկների ժամանակ եղել 10 մարդ պետքա գնդակարեին, 15 էին տանում գնդակարելու հայ բոլշևիկները, չէ։ Ասում են գերակատարենք, որ մեզ լավ նայեն։ Նույն բանն են, նույն մարդիկ են։ Նույնն են, սա բան չկա։ Խոսքի Անաստաս Միկոյանը նամակագրում Ստալինին, ասում է սովետական Հայաստանում քիչ են ոնց որ բռնադատվածները, լավ քիչ ավելացնենք, այդ են։ Հիմա Նիկոլ Փաշինյանը նույնն է։ Էտա, այսինքն ինքը խիա հել է ասում էդի։ Հրապարակային որ հիմա սա Ադրբեջանի մամուլ է ու Թուրքիայի։ Էս ալուս է բանը։ Որա մի ոսկի մարդ է այս մարդն, այս նվերա։ Հիմա գնանք առաջ։ Տարբից պարզվում է ինչ, պարզվում է որ նաև դե մենք միջև այդ բամբասանքով գիտենք, չէ՞ որ ինչ որ Խաչքարի մասին է պատմել, Բաքվի ջարդերի, հետո ինքն ասում է գիրք է տվել, դու ասում են Արցախյան հիմնախնդրի մասին է գիրք տվել, ուրեմն նա ինչ գիրք է տվել, պարզվել է։ Հայոց ցեղասպանության թանգարանի ինստիտուտի տնօրենը ԱՄՆ փոխնախագահային նվիրել է հատոր, որը Միացյալ Նահանգների մամուլի հրապարակումների հավաքածու է, որը կազմել է Արա Քեթիբյանը, Reports from the US Press։ Ամերիկյան մամուլից հայերի ջարդերի մասին Azeri aggression against Armenians in Transcaucasia։ Հասկանում ես։ Այս գիրքն է, այսինքն Արցախյան հիմնախնդրի մասին է, չէ՞ այս գիրքը։ Հայերին ջարդելու մասին է, ընդ որում որ ամերիկյան մամուլն է տպել։ Մենք կապ չունենք, ամերիկյան մամուլը տպել է, Արա Քեթեբյանը հավաքել է ամերիկյան մամուլը, New York Times-ն է տպել, Washington Post-ն է տպել, շատ դեմ Los Angeles-ի թերթերն են տպել, չեմ իմանում։ Հավաքածու է, այսինքն հայկական նյութ չի, ամերիկյան նյութ է։ Եվ թանգարանի տնօրեն գիտնականը ԱՄՆ փոխնախագահային տվել է իրանց մտածողությամբ, իրանց լեզվով լուսաբանվող հայերին կոտորելու վերաբերյալ փաստավավերագրական նյութ, գիրք, որը Ղարաբաղի Նիկոլը ասում Արցախի շարժումը փագել եմ ես։ Ասում է շարժում ես փագել եմ, մի բացեք, էդ էր ասում բրիֆինգին։ Այ ախպեր ջան, այդ շարժման մասին չէ, շարժումը դու պարզաբար փագել ես, բայց դու մի Հայաստանն ես փագում։ Դու Հայաստանի շարժումն ես փագում։ Ասում է այդ շարժման էջը փագել, Հայաստանի էջն ես դու փագում։ Հիմա հասկացար ինչ է տեղ, այսինքն մենք մտածում ենք որ Արցախի մասին գիրք անդեր խոսքի։ Ոնց է անկախացել, բան, հանրաքվեն ոնց է ընդունել, չգիտեմ, ես շատ եմ։ Անկախության հռչակագիրը ոնց է եղել, չէ, ախպեր։ Նյետ։ Ստեղ մա կարճ ռեպլիկ, թե ինչքան կեղծ ու երեսպաշտ է Հայաստանի իշխանությունը դիրքավորված որպես արամտամետ ժողովրդավարության ջատագով, բայց իրենց պահում են
Պուտինի պես։ Այսինքն Ռուսաստանում հստակ ասենք էլի, որ չի կարա ինքնուրույն ակադեմիական միտք լինել հատկապես հիմա։ Բայց վերցնենք օրինակ նույն Միացյալ Նահանգները։ Չէ, հիմա մենք պրո-ամերիկան ենք, Մենք պրո-եվրոպական ենք, պրո-ամերիկյան ենք։ Որքանով է ամերիկյան պետության եւ ակադեմիական միջավայրի հայացքները համընկնում իրար հետ երկրի արտաքին քաղաքականության վերաբերյալ օրինակ։ Հիմա օրինակ 1000 գիտնական Ամերիկային քննադատում է Իրանա-իսրայելական ամերիկյան Եվ միշտ է այդպես։ պատերազմի համար։ Միշտ է այդպես։ Իրաքի, Աֆղանստանի եւ այլն եւ ամերիկյան ակադեմիական շրջանակի եւ Ամերիկայի դեպի կարծիքները երբեք չեն ամենքել եւ Ամերիկայի ամենասուրբ քննադատները միշտ եղել են ամերիկացի գիտնականները։ Կարպից գրոտեքսկ էլի որ ասենք հայոց ցեղասպանության թանգարանի տնօրենին հեռացրել են օրինակ Թուրքիայից, կամ չեմ Ադրբեջանից։ Իրանք են հեռացրել էլի մեծ հաշվով։ Դե մեծ հաշվով։ Եթե իրանք, նայ, եթե Ադրբեջանի ու Թուրքիայի աչքին լավը երևալու համար դու ինքդ քեզ ինքնագրաքննում ես ու թանգարանի տնօրենին ասում ես դիում գրի գնա, այսինքն նրանք են հանել այդ մարդուն գործից։ Դեսի մի հատ մեջս կասկած ընկավ, գիտես։ Կա J.D. Vance-ի գրառումը ցեղասպանության հուշահամալիրի այցի օրը, որ յանը ինքը աշխատակազմը գրառում էր արել, բայց հետո իրանք։ Կարող մենք ենք ասել հանել։ Կարող է մեր կառավարությունն ասել։ Կարող է, չի բացառում։ Ես մի բան ասեմ, ցեղասպանության ինստիտուտը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կողմից։ Ցեղասպանության հարցի հետազոտման, հանրահռչակման, ռոպագանդայի համար։ Շատ լուրջ կառույց է, դա շատ լուրջ ներդրում կա։ Բայց հիմա մեր պետությունը շարժվում է հակառակ ուղղությամբ եւ ամեն հավանականությամբ մեր պետությանը այլևս այդպիսի ինստիտուտ միգուցե պետք չի։ Դե մի օրինակ ես չեմ բացառում, որ հունիսի 7-ին եթե հանկարծ վերընտրվեն, գան ասենք բուլդոզերները մտցնեն, ասենք քանդել, ասենք ինչ, ասենք հենց հիմա եթե, նայ, հիմա բանականության մակարդակը մա քանդվա, հետո ֆիզիկապես են քանդում։ Մեր կառավարության կարծիքով, եթե մեր կառավարության կարծիքով Բաքվի եւ Սումգայիթի կոտորածներ չեն եղել։ Արցախյան շարժում չկա, չի եղել, գոյություն չունի։ Ցեղասպանության հարցը կասկածի տակ են դնում մեր պետությանը ինչի համար պետք լինի այդպիսի ինստիտուտ։ Այդ ինստիտուտը ստեղծվել է այդ բոլոր հարցերի հանրահռչակման համար պետության կողմից։ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք։ Հետո, այսինքն եթե այնտեղ էլ հաջորդ հարցն որ ասում եմ, բայց մենք պետք է նայենք, մենք ինչ ենք արել, ոնց ա եղել ցեղասպանությունը։ Դու Քոչարյան Անդրանիկը կանգնեց, ասես վարչապետն ուզում է իմանա 1.5 միլիոն զոհերի անուն ազգանունները, նրանց մահվան զոհվելու պատճառները ոնց ա եղել, բան։ Դա թուրքական նարատիվ է։ Թուրքերն ասում են 1.5 միլիոն զոհեր, ասում ենք, հա, մենք դե անունները ցույց տվեք։ Բայց չէ ոչ մի հրեայի չեն կարող ասեն 6 միլիոն հրեայի անուն ցույց տու հոլոկոստի։ Կախեն այդ մարդուն։ Բայց Հայաստանը ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահը գնում է եթեր, դրա մասին խոսում է, մի քիչ կնադատում ենք, մյուս եթերնա գնում, ասում է այդ իմ միտքն էր, վարչապետի միտքը չէր, թափով զադնի դրին, բան, բայց այս շարժումը սկսված է, էլի, այս 2 տարի այդ ուղղությամբ գնում են։ Մոսադը կվերացնի, եթե Իսրայելում այդպիսի մարդիկ գտնեն, ֆիզիկապես կոչնչացնի, կջնջի, նաև այդ մարդու հիշողությունը, բայց եկեք հասկանանք, այս ամեն ինչը ինչի համար է արվում կամ պատրվակը որն է, որ չլինի պատերազմ։ Okay։ Մի րոպե, բայց այդ թեզը, որ չլինի պատերազմ, ես կարծում եմ ինքը սուտ թեզ է։ Հիմա soft power-ի փափուկ ուժի պատերազմա գնում, մեզ ոչնչացնում են փափուկ ուժով։ Եվ ես հարց եմ տալիս. Ալիևը ով է։ Նապոլեոնն է Ալիևը, Հուլիոս Կեսարն է, Ալեքսանդր Մակեդոնացին է Ալիևը, Սուբեդեին է։ Տենց հիմա անպարտելի զորավարը ինչ ուզի կանի, կարա թքած ունենա ամեն ինչի վրա, որ երբ ուզենա, ինչի համար պետք է պատերազմ։ Արցախը թշվառ ողորմելի պես հանձնել եք։ Միչանսկը վախկոտ ձևով, ոնց ուղղակի նվիրեցիք, ոչինչի դիմաց։ Ինչ ուզում են, անում եք։ Ինչի համար պետք է պատերազմ լինի։ Ես պատերազմի առիթ չեմ տեսնում։ Եկեղեցուն պատարակի ժամանակ, օրինակ, որ ասում են Արցախ։ Արցախի հանրապետություն։ Դրա համար պատերազմ չի լինի։ Իրանք ընդհակառակը ուրեմն եկեք դուք խոստովանեք, որ մենք ինքնիշխան երկիր չենք։ Այդտեղ ուրիշ բան է կա։ Եթե դու գրքի համար վախում ես որ պատերազմ կլինի, կամ Արցախ ասելու, ուրեմն դու դրանով պնդում ես որ դու բացարձակապես զինված ուժեր չունես։ Դու կասկածի տակ ես դնում, որ դու պետություն ես ու կարաս ինքդ քեզ պաշտպանես։ Պարոն Մարքյան, հիմա պատերազմի առիթ չկա, Ալիևը չունի Հայաստանի դեմ պատերազմելու իրավական հիմք, չունի մոտիվացիա։ Պետք է հասկանալ, որ Ադրբեջանը անսպառ
ռեսուրսներով ամենակարող պետություն չի։ Պետք է հասկանանք, որ պատերազմի դեմ ադրբեջանական հասարակության ներսում էլ կա լուրջ դիմադրություն։ Հիշենք սեպտեմբերյան բախումները, որոնք Ադրբեջանում չասեմ շատ մեծ, բայց բունտի պատճառ դարձան, եւ մարդիկ դուրս են ելել փողոցներ եւ ասում են Ղարաբաղը հասկացանք, հիմա ինչ ես ուզում, ինչ են մարդիկ մեռնում, որովհետեւ այդ մարտերի ժամանակ շատ լուրջ կորուստներ ունեցան, այսինքն Ալիևը ամենակարող չի, մենք չենք կարող հիմա հրաժարվել ամեն ինչից հանուն նրա, որ գոհացնենք Ալիևին։ Կամ մի բան էլ ասեմ, ես էլի վստահ եմ, կարամ 1000 տարբերակով հիմնավորեմ, որ պատերազմ չի լինի։ Բայց Նիկոլ Փաշինյանը ինձ թվում է կուզի պատերազմ լինի։ Ինչի համար։ Եվ ինքն է հրավիրում պատերազմի իր չընտրվելու դեպքում։ Որ եթե ես չընտրվեմ, թող պատերազմ լինի այդ միտքով։ Այդ ինքը Եթե հանկարծ ուրիշ մարդ հաղթում, պատերազմ։ Բայց ձեր կարծիքով ինչի համար են ասում, որ մենք չընտրվենք պատերազմ կլինի։ Անկախություն չի լինի, ինքնիշխանություն չի լինի, տրիպը չի լինի, արհեստական բանականություն չի լինի։ Գևորգ Պապոյանն էր ասում, էկոնոմիկայի նախարար։ Տեսեք, Օրինակ իրանք պարտվեն ուրացողություն չի լինի, հանձնվել չի լինի, ինքնասիրություն կունենանք։ ես մի բան ասեմ, Լիքը լավ բան կլինի։ Հայաստանի դրոշի, անկախության, նաև էլի արժեքներ ավելացնենք մայրաթորի, հիմնի, ներկայությամբ եւ արկայությամբ մենք մեզ պետք է զգանք շատ փոքր եւ անկարևոր եւ աննշան եւ մեր թշվառ եւ փոքրիկ անձերը չպետք է շահկապենք այդ մեծ արժեքների հետ եւ այդ արժեքների գոյությունը պայմանավորենք մեր թշվառ գոյությամբ։ Պարզացեցի։ Ինչ եթե այդ մարդը Եվ չկա, չէ՞։ Պապյան, դու ով ես, որ խոսում ես այդ տոնով անկախության մասին, դու ով ես։ Այն Ինչ չասեմ ես չլնեմ, ասում եմ մենք որ չլնենք։ Մենք սաղս որ պարտվենք, ասում եմ։ ԿՊ-ն էլի ասում եմ, ԿՊ-ն պարտվի, անկախություն չի լինի, ինքնիշխանություն չի լինի։ Ես ինչ եմ մտածում, որ այսքան անկախությունից են, չէ՞ խոսում։ Հիմա նայ, նույն ասորիսի ժամանակ հայտարարեց, որ ինքը գտնում է, որ նոր սահմանադրության մեջ չպետք է լինի հղում անկախության հռչակագրի։ Okay։ Բայց անկախությունից խոսացող մարդիկ ոնց կարան ուզենան Ալիևի պահանջով բնաջնջեն Հայաստանի անկախության հռչակագիրը։ Ոնց։ Գելի մի բան հիշեցնեմ։ Այսինքն դա արդյոք չի նշանակում, որ մենք այդ հանրակրվեի արդյունքում կարանք չլինենք էլ որպես պետություն։ Ինչի սահմանադրությունն են ընդունում։ Այդ մեկ կա բացատրելի սահմանադրություն։ Մի բան հիշեցնեմ ու ձեր ասածին պատասխանեմ։ Բոլորովին վերջերս մի քանի տարի առաջ գրվեց մի պատմության դասագիրք։ Իմ շատ հարգելի դասախոսի հեղինակությամբ Սմբատ Հովհաննիսյանի այդ դասագրքում կային որոշ ձևակերպումներ Ռուսաստանի վերաբերյալ, նվաճել հարավային Կովկասը եւ այլն։ Ինչ-որ կան բաներ, որ ռուսների համար զգայուն են եւ այդ ձևակերպումները փոխվեցին դասագրքում։ Եվ դա աղմուկի պատճառ դարձավ։ Միջամտություն մեր ինքնիշխանությանը, ախր ոնց կլինի, ուրեմն մենք ինքնիշխան պետություն չենք, Կրեմլի այդ բյուրոկրատները, չինովնիկները, ովքեր են, որ մեզ պետք է այտենց մեր դասագրքում փոփոխություն պարտադրեն։ Բայց այտենց բաներ հայ-ռուսական հարաբերությունում շատ քիչ են եղել, բայց մենք պետք է հասկանալ, որ հարևան մեծ երկիր է եւ կան հարցեր, որ ինքը զգայուն է, օրինակ հայրենական մեծ պատերազմի վերաբերյալ ինքը շատ զգայուն է։ Նման արժե մի փոքր զգույշ դրա մասին խոսել։ Էլի հարցեր կան, որ զգայուն են։ Մեծ հաշվով խնդիր չի։ Մենք էլ օրինակ շատ զգայուն էինք, երբ որ իրենց լրատվամիջոցները անթույլատրելի հայտարարություններ էին անում Գարեգին Նեժդեի վերաբերյալ։ Այո։ Եվ ամենայն հավանականությամբ մեր կողմից էլ իրենց է էլի ինչ-որ հուշումներ եղել այն ժամանակ, որ դե լավ է, մի արեք էլ դիմա ինչ եք ուզում։ Եվ դա նորմալ փորձառություն է, բայց լրփություն, հիստերիկություն, տենց շարունում ինքնահրկիզումներ լինեին այդ ռուսական այդ աննշան միջամտության արդի, բայց հիմա ինչի՞ չեք խոսում։ Հայաստանի խոսացողները, չէ՞։ Հայաստանի սահմանադրությունը փոխվում է Ադրբեջանի պահանջով։ Ադրբեջանը, այսինքն մենք Բայց եսում ենք դիմում Կարպեզոր, ով չի ինչի խոսում։ այդ քաղաքասարակության ներկայացուցիչները, ՀԿ սեկտորի ներկայացուցիչները, իր պաշտպանները, այդ ինտելեկտուալ շրջանակները, այդ մտավորական կոչվածները, նաև մենակ այդ փողաշխատողների մասին չի խոսքը, կան նաև լիքը ազնիվ նորմալ սովորական մտավորականներ, ինտելեկտուալներ, որոնք բայց հիվանդագին, մոլագար սևեռվածություն ունեն Ռուսաստանի նկատմամբ։ Այդպես մարդիկ էլ կան։ Համի լավ մտքերներ էս էլի։ Մենք մեր անկախության հռչակագիրը հանում ենք մեր սահմանադրությունից։ Ասել ռուսներին, «При чем тут Ռուսաստանը»։
Մենք մեր ցեղասպանության թանգանի տնօրենին գործից հանում ենք, որ ինքը հայերի ջարդերի մասին գիրք է տվել, ամերիկյան մամուլի լուսաբանումը տվել է Ամերիկայի փոխնախագահին։ Ինչ Ռուսաստան կարծես ինչն է Ռուսաստանի հարցը ո՞րն է։ Հանճարեղ համաշխարհային կարգի քաղաքագետ Լևոն Շիրինյանը բանաձևը տվել է իրենց գործունեության մոտիվացիայի ավելավա լինել թուրքի դրանշունը, հա, դες բանաս։ քանսը ռուսի ճորտը, հա, մոտավորապես այդպես։ Ոչ ռուսի ճորտեղի, ոչ է թուրքի դրանշուն, ի՞նչն է խնդիր։ Անպայման է մի հատ շուն է։ Այսինքն իրենց համար խնդիր է կամ իրենք վարձատրվել են կամ իրենց ուղեղները լվացել են մենակ Ռուսաստանից ազատագրվելու համար։ Սովետի փլուզումից 30 տարի անց նորից ուզում են Ռուսաստանից ազատագրվեն։ Բայց իրենց համար խնդիր չի, որ Հայաստանը դառել է Թուրքիայի եւ Ադրբեջանի վասալը։ Իրենց համար խնդիր չի, որ Հայաստանի հայ ժողովրդի մշակույթը, մշակութային միջավայրը, բանականությունը, ամեն ինչը տնօրինվում, խմբագրվում եւ պարտադրվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։ Իրենց համար դա խնդիր չի, կարող է ռուսի հետքը այստեղ չլինի։ Դրանք խորապես կամ հիվանդ մարդիկ են, այսպես մտածողները, կամ ուղղակի աշխարհակաղակական դիմակայության զինվորներ են, դրա համար վարձատրվում են։ ԹԿ-ների շատերը զինվորներն են, դրա համար իրենք վարձատրվում են, բայց կան նաև մոլորյալներ, որոնք խորապես հիվանդագին սևեռվածություն ունեն Ռուսաստանի նկատմամբ, այսինքն այդ այլախոհության բարդույթը չեն հաղթահարել դեռևս Սովետի փլուզումից 30 տարի անց, նորից պայքարում են Սովետի դեմ։ Չեն հասկանում, որ ասենք բանը էգզիստենցիալ վտանգը այն որ դրանը դեմն է էլի։ Դրանը դեմը կանգնած են։ Դե գոյաբանական գլուխդ կտրելու համար սես պատրաստ, սես թուրը ձեռին կանգնած են։ Ես նույնից եմ ասում, պատերազմներ լինում են, տարածքային կորուստներ լինում են, ավերածություններ լինում են, բայց այդ ամեն ինչը վերականգնելի է, բայց անվերականգնելի եւ անդառնալի է, երբ որ հակառակորդը սկսում է տիրապետել քո մտքերին եւ քեզ պարտադրում է մտածել իր պես։ Դա անդառնալի է։ Եվ ես հիմա երբ որ խոսում եմ աղետի մասին, ասում եմ, դե ցույց տուր ինչ պետք է լինի, մարդիկ պատկերացնում են, որ հա քնեն, կարթնանան, Հայաստանը չլինի, չէ։ Բարեկամներ, ես ինչ եմ ասում, իմ համար ինչն է աղետը։ Ես ասում եմ կոռոզիայի են ենթարկվում, արժեզրկվում են այն սյուները, որոնց հիմքի վրա անկախ Հայաստան ստեղծելու պահանջարկ կա ի հայտ եկել։ Պարզ ասեցի։ Լրիվ համաձայն եմ։ Փտում են այդ սյուները, որոնց Եթե սյուները փդեցին կարծես, դրա տեղը նոր սյուն դրվում է, այնք Նիկոլը բերա նոր սյուներ որ դնի տեղ, ինչա բերել։ Պարմանական մի բան ասեմ։ Երբ որ խոսում են ինքնիշխանություն, այդ մարդիկ չեն հասկանում ինչ է։ Ինքնիշխանությունը առաջին հերթին լինում է մշակութային։ Մենակ պետության լինելիությամբ, ինքնանպատակ լինելիությամբ չես կարող ինքնիշխան երկիր լինես։ Այսինքն այսպես մեսրոբ մաշտոցին դարձնում ես QR կոդ խոսքի։ Չէ, որ շակերտը չի տեսնում հետով է։ Ինքնիշխան լինելու համար դու պետք է ունենաս մշակութային պարիսպներ։ Եվ հիմա ես շատ եմ խոսել ռուսների դես հարցերով, ռուս նաև ռոպագանդիստների, նաև ես վերջերս Բենեդիկտովից էի հարցազրույց վերցնում, հարցրեցի Ռուսաստանը Կրեմլը Հայաստանին համարում է ռուսկի միրի մի հատվածը։ Ասես չէ։ Հա։ Որտեղ մենք խար բնական առավելություն ունենք, որտեղ մենք ունենք ինքնատիպ այբուբեն, չկրկնվող տառեր, ինքնատիպ լեզու, ինքնատիպ հավատք, ինքնատիպ մշակութային միջավայր, ինչը օրինակ չունեն դժբախտ ուկրաինացիները եւ հիմա զենքը ձեռքներին փորձում են այդ մշակութային սահմանները գծեն, այդ սահմանագիծը չունեն բելարուսները, այսինքն տարիներ շարունակ ուկրաիներենը հրաշալի սիրուն լեզու քաղաքային բնակչությունը չի կիրառել այդ լեզուն, դա եղել է գյուղական լեզու։ Նոր սկսել են հենց պատերազմի ֆոնին։ Պատկերացնում եք, այսինքն մշակութային այդ լղոզվածությունը եւ տարալուծումը, բայց մենք տենց խնդիր չունենք, բայց հիմա մեր այդ սյուները կոռոզիայի են ենթարկվում եւ մեզ ուղղակի տարալուծեն։ Պետությունը որպես այդպեսին ինքնանպատակ չի կարա լինի ինքնիշխան, լինի անկախ։ Ինքը պետք է ունենա նախ մշակութային ինքնավարություն, մշակութային ինքնիշխանություն եւ պետք է հասկանա ինքը ինչի համար գոյություն ունի, երբ որ Օսմանյան կայսրությունը փլուզվում էր, այսինքն
Ասում են կայսրությունը մենակ չէ, խալիֆայությունը իրենք չեղարկեցին եւ հստակ բանաձևը թուրք ազգայնականները առաջին հերթին Աթաթուրքը ձևակերպեցին, ասացին մեր ուժը այլևս նրա մեջ չի, որ մենք մուսուլման ենք, մեր ուժը նրա մեջ է, որ մենք թուրք ենք։ Հիմա մեր ուժը ինչի մեջ է։ Մեր ուժը այդ բոլոր այս բաները, որ ինչի մեջ որա, մի րոպե, ինչի մեջ որա, այդ դա ոչնչացվում է, էլի։ Այսինքն մեր ուժը, մեր պատմական հիշողության, մեր լեզվի, մեր կրոնի, մեր հայկական ինքնության, մեր հողից կպած լինելու մեջ էր, նույն Արցախի մասով։ Ամենաբնական էթնիկ դարերով բնակեցված հայերով տարածքը հրաթափվեց ախպեր։ Այսինքն մեր ուժը այդ ամեն ինչի մեջ էր։ Հիմա ասենք ինչ են բան անում, էլի, ասենք ես ուզում եմ գնանք Ստրասբուրգ հիմա արդեն։ Վարչապետը գնաց եւ Եվրոպարլամենտում Ես մի բան ասեմ, ելույթ ունեցավ։ ներողություն եկել մի բան Սփյուռքի հետ կապված մի բան ասեմ։ Հիշում եք, երբ որ կա Սփյուռքը ինչ է լուր։ Հիմա կասեմ ինչ է լուր։ Երբ որ հայ-թուրքական արձանագրությունները process-ներ գնում, ֆուտբոլային դիվանագիտությունը Սփյուռքին սուր էր, չէ, արձագանքում Սերժ Սարգսյանին խայտարակ էին անում ամբողջ աշխարհում դաշնակցականները, բայց հիմա լուր են, երբ որ ցեղասպանության մասին այսպիսի բաներ են խոսում, եւ ես էլի մի քանի Սփյուռքյան դաշնակցականների հետ խոսելուց հետո այդ տեսակետը հիմնավոր գտա, որովհետեւ Արցախի կորուստը Սփյուռքի համար եւ ընդհանրապես հայապահպանության գործընթացի համար ջախջախիչ հարված, կործանարար հարված դարձավ եւ դա Սփյուռքի հետագա հայկական վերարտադրության համար լուրջ խնդրեմ է, որովհետեւ ինքը շատ-շատերը չեն զգում աղետի մասշտաբները, բայց դրա անուղակի հետևանքները զգացնել են տալու նաեւ սերունդների համար եւ Արցախի կորուստը այդ ջախջախիչ պարտությունը Սփյուռքին լուրջ հարված է հասցրել եւ մատնելա նաեւ հայրենիքի նկատմամբ անտարբերության ազգային հարցերից օտարման։ Այսինքն մտածում ես, որ Արցախի կորստով նաեւ նրանք դարձել են անտարբեր հայոց ցեղասպանության, հիշողության, պատմական արդարության ճիշտը պահելու, հայկական ճշմարտությունը պահելու կոնտեքստում, հա։ Ազատագրված Արցախը եւ ազատագրված Արցախի համահայկական սիմվոլը Մոնթե Մելքոնյանը։ Այո։ Մոնթե Մելքոնյանը ամենատաղանդավոր զորահրամանատարը չէր, բայց ինքը սիմվոլ էր, չէ՞։ Հայաստանցի չէր։ Այո։ Շատ լուրջ դերակատարություն ունեն Սփյուռքի հայկական մնալու համար, հայերի հայ մնալու համար, բայց դա չկար եւ դա լուրջ խնդրեմ է դարձել։ Եվ շատերը միգուցե չեն գիտակցում։ Դա ոգեշնչող աղբյուր էր ամբողջ աշխարհում սփռված հայերի համար։ Չէ, դա միանշանակ, որովհետեւ ինչ որ տպավորություն կար, որ փոքր հայկական իմպերիա ունենք, այնց 42000 քառակուսի կիլոմետր ու հիմա էս նվաստացած էս անինքնասեր էս բան վիճակում։ Ես էլ եմ ասում, էլի հա պատերազմ ու պարտությունը բանը կարա լինի, շատ ազգերի հետ է եղել, բայց ով է դրել ինքը թշնամու թեզերը վերցրել իր վրա կիրառել։ Ով է դարձել թշնամու բանը, թեզերի վերարտադրողը, ով է դարձել ինքը իր ամբողջ անցած պատմությունը թշնամու տված թեզերով վերախմբագրողը։ Այնպես չէ, նա ես տետարքի բան կանես, չէ, որ մենք մեզ հարցեր ենք տալի, հատանք էս խիսեն ձեղավ։ Տպավորությունն է դա, բայց այդ դա չէ, այսինքն որ դու նայես 8 տարի առաջ օրինակ, պատերազմից առաջ 10 տարի առաջ Ադրբեջանը ինչ թեզ է քարոզել, դա այդ մեր տված հարցերը չի։ Իրանք այդ թեզը նստացրել են, ինստալացիա են արել հայերի գլխի մեջ։ Ու այսօրվա իշխանությունն էլ իր ռոպագանդիստների միջոցով հազարավոր ժողովրդի մեջ։ Նույն Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ պատերություն քարոզելով, սերմանելով, բանանելով, այս Թայլանդակ ընթացք է, սա չգիտեմ։ Նույնիսկ եթե չասենք թշնամի, մի օր ինչ-որ լավ հարաբերություններ չէ ձևավորվում, չի նշանակում, որ մենք պետքա նույնպես մտածենք։ Հասկացա, լավ, թող նույնիսկ եթե աշխարհում հաղթի կոմունիզմը եւ ազգերը համահարթեցվեն, բայց այդ մշակութային բաները չպետքա չնջվեն։ Չէ, դե իրանք ինչ են քարոզել երկար ժամանակ, որ մենք եկվոր քոչվոր ժողովուրդ ենք, եկել ենք ստեղ։ Մեզ վերստեղ տեղավորել են։ Մի շաբաթ առաջ բանը այդ Խոջալուի պսևդո ջարդերի մասին խոսում եք։ Հիմա ինչ դու ունես իշխանություն, որ այդ գծերի մեջ է, ինչ պետք է անես։ Արի գնանք բան, Ստրասբուրգում ելույթը։ Ու ելույթի մեջ նայ շատ քննադատություն կա, որ գնացել Ստրասբուրգա հասել Եվրոպական պարլամենտ բողոքումա
հայարակելական եկեղեցուց, ասում եմ մի հատ եպիսկոպոս Արցախյան շարժում ուզում էր վերականգներ, իսկ ես ասել էի, որ չպետք է լինի, հա, ինչ որ այլ երկրների շահերի են ծառայում, որ գործակալական, չգիտեմ, եսի մի ինչ էր բան, ունդեղ թե եվրոպական պարլամենտում ծափ են տալիս։ Ծափ են տալիս։ Ասենք, հա, ծափ են տվել այնտեղ Սաակաշվիլին են ծափ տվել, Վոլոդիմիր Զելենսկուն են ծափ տվել։ Ծափ են տալի, էլի մարդիկ են մտածում են ու մի հատ ազգի առաջնորդ ա եկել, որը իր ազգը վերափոխում է։ Ոչ չեն մտածում, որ ասենք այդ մարդը իր ազգը դարձնում է, ասենք թշնամու համար կերակուր, ասենք Ինչի համար են ծափ տալիս։ ինչ են ծափ տալի, ինչ են ուզում, ասենք ինչն է։ Ասենք մեկ օր գա իր ժողովրդից բողոքի, թե այդ մարդուն ծափ տան։ Ինքը իրականության մեջ ինքը եկել էր բողոքում էր Հայաստանից։ Նա ինչպես որ ասում էին կեղտոտը անկողինը հանիկ դուզ բանման, որ մենք միշտ քննադատում ենք, որ ինչն է։ Հա, հիմա այս ինչ էր։ Նախ ծափ են տալիս, որովհետև այդ մարդը պատրաստակամություն է հայտնել դառնալ Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմի զինվոր։ Բայց իրանք հակառակն են ներկայացնում։ Հիբրիդային պատերազմը Ռուսաստանն է վարում ստեղ։ Դե հիմա ինքը մարդը, որ ուզում է դիմագրավի Ռուսաստանի հիբրիդային պատերազմին, էլի։ Իրենց մարդն է։ Ասի որևէ լիդերի, որ աշխարհի տարբեր երկրների առաջնորդներ, պարլամենտեր գովում են, դա նշանակում է այդ լիդերը իր ազգին չի ծառայում։ Նշանակում է այդ լիդերը իր երկրի շահերին հակառակ այդ մյուս երկրների շահերին կողմ բաներ անում, դա համար իրանք գովում են, ասում են լավ ապրես շատ։ Ինչ կա, էլի հայ ժողովուրդը դա համար ինչի է ուրախանում, էլի։ Դա օտարասիրություն է, ինչ ասենք։ Որ վերջապես որ մեկը խոսում ասում է, վերջապես մեր ազգը գնահատվեց մեր երկիրը, բան։ Հա 42000 քառակուսի կիլոմետր էինք, թող ծափ չտային։ Չեմ ուզում ծափ։ Չեմ ուզում ծափ տան ապեր։ Բայց ուզում եմ ազգային ինքնասիրությունը սպայեմ։ Տեսությունը մեր մոտ կա։ Եվ այտենց դրսի ցանկացած այդպեսի ակցիա, այտենց շատ էրոտիկ ենք անցալում մենք։ Որտեղ չտեսենք, չենք հասկանում, որը որից հետո ինչը լուրջ խնդրեմ է, ինքներս մեզ ծանրության կենտրոն չենք դիտարկում։ Հայաստանից էլ դուրս ենք գալիս, մտածում ենք գյուղից դուրս եկանք գնում ենք դեպի քաղաքակրթություն։ Ռոմեյ Էմելյանը տեսնելու։ Ինչը սխալ է, էլի նույն այդ բանն է, ավելի կենցաղային։ Մենք ինքներս մեզ մշակութային ծանրության կենտրոն չենք դիտարկում։ Եվ Մայրաթորը եւ, չգիտեմ, Սուրբ Պետրոսի տաճարը հավասար չենք ընկալում։ Կամ Միլյանի տաճարը։ Մտածում ենք, որ բոլորը մեզանից առաջ են, իսկ մենք տենց այսինքն մեզ պատկերացնում ենք պես ծայրագավառ, այդ Նիկոլ Փաշինյանի այդ վարքագիծը հենց ծայրագավառի վարքագիծը եւ մետրոպոլիան մեծ ծափահարում է։ Այսինքն ծայրագավառի առաջնորդը գնում է մետրոպոլիա, հա, այսինքն եւ Բրյուսելը մեր մետրոպոլիան է, ըստ քեզ։ Մշակութային առումով եմ ասում, այսինքն ինչ որ մայրաքաղաքից մեզ նկատել են։ Վախ, ինչ հրաշալի է։ Նկատել են մեր ժողովրդավարությունը վերջապես, նկատել են մեր պայքարը, նկատել են մեր հակառուսականությունը եւ այլն։ Այսինքն տենց ինչ որ շարքային ծայրագավառային վարքագիծ մյուս կողմից է թքած ունենալով ազգային շահերի վրա նորից եմ ասում, դուք հրաշալի ձևակերպեցիք, ավելի լավ ոչ մեկ մեծ ծափ չտա, ավելի լավ տարիներով մեզ չհիշեն, բայց մեր շահերը, անվտանգային շահերը սպասարկվեն եւ պաշտպանվեն։ Իրաց ինչ ինձ հետաքրքրեց, որ դելիթի ժամանակ ասում է, ինչն է խոչընդոտում Հայաստանի եվրոինտեգրացիային։ Խոչընդոտն է նա, որ մենք Եվրոմիության անդամ չենք դառնում, որովհետեւ Վրաստանը վատ հարաբերություններ ունի հիմա, այսինքն Եմեն վատ հարաբերություններ ունի Վրաստանի հետ, եւ այ Վրաստանը մեզ համար կամուրջ է եվրոպական, այդտեղ Վրաստանը բոլորը ծափարում են, դիմադիր շրջանակներ էլի, որ կեցե Հայաստանի վարչապետը բան, բայց չեն հասկացել ինչ ասում, այն իմաստով, որ չի ուզում ընդունի, որ ինքը չի դիմում Հայաստանը ԵՄ անդամ դառնալու, որտեվ ինքը գիտի, որ չի կարա լինի, բայց ժողովրդին ստեղ խափել են 50,000 ստորագրություն հավաքի բերորենք ընդունե, ասում այս Վրաստանն է խնդրեմ։ Մենք ուզում ենք Վրաստանը մի հատ էս հարցը լուծեք։ Այսինքն Նիկոլը արդեն հասկանում ես տարածաշրջանային հարցեր է կարգավորում։ Դու չես բանան անցալում այդ ռազմախ այդ մեծությունը։ Այս ժամանակին որ ասում ես ուղիղ եթեր կանեմ ժողովուրդը Ադրբեջանում դուրս կգա հեղափոխություն կանի։ Ռեգիոնալ մասշտաբի բաներ ա ուզում անի, էլի։ Հիմա Վրաստանն է մտցնում։ Այսինքն ինքը Վրաստանը մտցնում է ԵՄ-ի մեջ։
նոր հետո որ Ռուսաստանը մտնի մենք կամուրջով կգանք։ Մի բան էլ կա, որ մենք չենք ուզում խոստովանել, որ ասում ենք տարածաշրջանային հարցեր է լուծում։ Ես չեմ ուզում Շարլ Միշելի եւ Մակրոնի վրա ամբողջ պատասխանատվությունը թողնել։ Այս վերջերս մեր հրաշալի բարեկամ Հակոբ Բադալյանն էլ էր դրա մասին գրել։ Եվ չգիտեմ առաջինը, ես էլ եմ դրա մասին ասել արտադրությունից մեկում, ինքն էլ գրել, միգուցե ինքն առաջինը, ամեն դեպքում ասեմ, որ ինքն էլ ասել, որ նրանց միտքներ եւ գաղափարներ Արցախի հարցի այս կարգի լուծումը։ Այո։ Եվ նրանք այդպեսի Պարզվեց որ դա։ Պարզվեց որ դա։ Եվ նրանց օրինակ Նիկոլ Փաշինյանը ծանր իրավիճակում էր, որ օգնություններ ակնկալում ռուսներից, Ադրբեջանը կրակում էր, նայել անգամ արդեն վախերը կենթանական մակարդակի էին հասել 44 օրյա պատերազմից հետո եւ եկավ այդպեսի խորհուրդ որ կարելի է նաեւ այսպեսի տարբերակ։ Եվ այս առումով նրանց գաղափարն է կյանքի կոչել, որովհետեւ եկեք ասենք էլ այդ արմենիան երկրները ունեն ընդհանրապես երկու սեվերվածություն՝ Ռուսաստանը եւ Իրանը։ Իրենք Ադրբեջանի, Սաուդյան Արաբիայի եւ այլ Թուրքիայի եւ այլ երկրների հետ կապված ուրիշ որևէ երկրում հում մարդ ուտեն, հետպես պետք է չի։ Այդպիսի սեվերվածություն չունեն, նրանց մտահոգումը Ռուսաստանի նույնիսկ մի միլիմետր նահանջը, Ռուսաստանին մի փուջուրիկ ցավեցնել են նույնիսկ Իրանին շրջափակելը։ Դու լսեցի Դանիել Լեոնիսյանը մի տակ ինտերվյու տարի լսեցի ես։ Ասма Ռագորն ասում օրինակ ինչի է այս ձեզ Ռուսաստան ուզում հիբրիդային պատերազմանի ընտրությունների ժամանակ ավտոբուսներով մարդիկ բերի բան ասма ոնց։ Ասма ծորենի հացահատիկի մոնոպոլիան ջարդեցինք իրանց։ Ատոմային էներգետիկայի մոնոպոլիան ջարդեցինք։ Երկաթգիծը ուզում ենք խլենք։ Ասում են նա ինչեր ենք անում։ Լրիվ սաղ քանդել ենք, սաղ անկախանում ենք, բայց դրա համար ուզում են ավտոբուսներով մարդկանց բերեն։ Ոնց որ Ադրբեջանից ռուսական հացահատիկ էր եկել։ Ասեմ լուրջ ես ասում, բայց ախր Ադրբեջանով ռուսական հացահատիկը բերել եկած մեկ հացահատիկի մոնոպոլիան ջարդի։ Ադրբեջանից ոնց որ ռուսական վառելիքել է, հա, կաղակական արդեն գալիս է։ Գալիս է ոնց որ։ Ախր չէ, այդ մտածողությունը էլի, որ այս sense մենք sense մեզ ճեղելով sense անկախանում ենք։ Էլի նորից այդ հիվանդ սևեռվածությունն է։ Մենք ասենք Հայաստանը տարածաշրջանի ամենաէժան գազն է վառում։ Ազատվեք լա այդ անկախությունից։ Մենք կապվածությունը մենք անջատեք, մենք փագեք այդ գազի խողովակը։ Ոնց կարելի է մենք փագեք, տեսեք այդ հիվանդ սևեռվածությունն Ադրբեջանից առեք օրինակ։ Ռուսաստանից եկող ամեն բան դիտարկվում որպես խիստ բացասական։ Ահա մենք որ ասեք օբյեկտիվ ասում ենք, հիմա եթե էժան բան ունես, ստանում ես, հիմար չես, քեզ հրաժարվում ես, ասում ես, դու գրուսամետ ես։ Այդ մանտրայի պես մենք պետք է դիմանանք ցուրտ ձմեռներին։ Անկամ Զավենիչները ինտերվյու ասում են, ցուրտ ձմեռներ են սպասվում, ասես, գազի տրուբեն ուզում են տարակացնեն, ինչ են, ինչա պլանավորում։ Որքան մենք ենք ասում, մի եղի Պուտինի պես, ակադեմիական միջավայրը մի ջախջախի, եղի ամերիկացիների պես։ Մենք հենց որ մենք չասեցինք, ես մարսանք ով են որ ամերիկացիների պես դեն կարպիս։ Մեր արի մտամետներին տեսել ես մի հատ ինչ որ ժողով ունեին կոկորդիլոսի կաշի կուրտկեքով, բայց այն դերմանտինի էլի, որ իսկական կոկորդիլոս չի։ Սուր կոշիկներով բանով, տես արի մտամետ ես տեսել։ Ասենք վաբիս դեմքերով ասենք բանը, արաղը ձեռներին, արաղի բաժակը ասենք։ Չամերիկա։ Սանք Ամերիկայից ինչ են խաբար։ Սանք ինչ են հասկանում, ինչ է Եվրոպան, եվրոպական քաղաքակրթությունը, քրիստոնեական արժեքները, սրանք ինչ կապ ունեն ընդհանրապես այս ամեն ինչի հետ։ Սրանք այս ամեն խոսույթի տակ մեզ ուղակի դարձնում են բան, Ադրբեջանի, Թուրքիայի, չգիտեմ, դու վասալ ես դրանով, բայց էլի վասալ է չի։ Մի օր հավաքվել են, ասենք գրքերը վառեք։ Այն գիրքը, որը կա, որ կարող եք նվիրեք J.D. Vance-ին, վառեք չլնի ձեռներիդ։ Վառեք։ Կամ խիպտի խաչքարը տելնի, որ դրա մասին է պատմես։ Վաղը միսը։ Ես քեզ ասում քանդելու են, գալու են քանդեն իրենք։ Վաղը միսը մայնից յուրաքանչյուրը կարող է հետապնդման ենթարկվել եւ այս երեք ինչ ստատուսներից մեկում այդ կին հարգարժան Միկի հրաշալի հայոյի կոմենտար գրել, բա լավ կոզած ինչա։ Ես շատ էմոցիոնալ պատասխանեցի պաթոսով, ես մեկ պաթոս սիրում եմ, կարծել եմ որ լավ գրականություն չի կարող լինել առանց պաթոսի։ Ինչա եմ ուզածը, ասացի չեմ ուզում, որ տան մի անկյունում ծվարած, վախվորած Անդրանիկի նկար պայեք թաքուն։ Չեմ ուզում որ շշուկով վախեցած ցեղասպանության մասին խոսեք, որ հանկարծ Սիբիր Չաքսորեն, ինչպես բոլշևիկների օրոք։
Այդ ինչ ուժեղ է պատասխան։ Այսինքն հիմա նույն բանն է։ Այսինքն որ իրանի ռուսների դեմ ենք պայքարեն բան չէ, բայց ասենք դրանց բետար բաներ են։ Չեմ ուզում։ Ծավալած, վախեցած, terror-ի ենթարկված։ Ուրանում է որ ցեղասպանության հուշահամալիրն ասում է ոնց եղավ որ ասում է հենց այն վաղ ծարկեցին, երբ որ Թուրքիան ՆԱՏՕ մտավ։ Հա ռուսներն են արել, դրա համար էսա հավաքվելու են գնան քանդեն հուշահամալիրը։ Ռուսների Բոլշևիկները ով է, ասենք, չգիտեմ, ով է եղել այդ ժամանակ։ Խրուշչովը, հա։ Խրուշչովի օրոք չի կառուցվել։ Հավաքվեն գնան քանդեն էսա։ Բայց ինչա դա այտենց վատ ընկալում Ռուսաստանի հետ կապված։ Խրուշչովը խիա կառուցել, ուրեմն շահեր ա ունեցել։ Նախ ասեմ Ուզեցել է մեզ օգտագործի։ ամեն ինչ ունի իր հստակ պատասխան։ Այո, կան ինչ-որ բաներ եւ շատ նորմալ է, որ շարքվել են։ Բայց սովետական Հայաստանը մեր ազգաստեղծման կարևոր շրջափուլներից մեկն է եւ դա ոչ թե պետքա մերժել, այլ դրա էական կարևոր հիմքերը օգտագործել ներկայի եւ ապագայի համար։ Բաչանեք է զավթե մեզ ստրկացրել։ Օրինակ ինչ վատ բան կա նրա մեջ, որ սովետական Հայաստանում արժևորման ենթարկվել, նաեւ ակադեմիական արժևորման։ Այդ ես միտք ուրա տանեմ, որ չի եղել ցեղասպանությունը, դա սարքել են իրաց քաղաքացիական։ Չէ՞ ճոգը ուրա տանեմ այդ միտքը։ Մեր թուրք եղբայրների հետ ասում եմ, ես բան են արել։ Ասենք պատմության մեջ չկա մի դրվա, որ մենք ինչ որ ժամանակաշրջան էլի, չեմ ասում, մի տարի կամ 2 տարի թուրքերի հետ լավ եղած լինենք։ Որտեղից է այս թեզերը, էլի ասում եմ, որ այդ թուրքերը կան, մեր թուրքերն են, արևտուրան են, մեր թուրքերի։ Այդ Մեր աղբերները բանտես։ այդ արմատամետները գիտեն որ սովետական Հայաստանում հայերը հետապնդման են ենթարկվել, արմատյան Հայաստանը ցեղասպանությունը հիշելու համար հետապնդման են ենթարկվել այդ ազգային արժեքները պատմությունը իմանալու համար պետք է լեզուներ իմանան, գրել կարդալ իմանան։ Իսկ դուք գիտեք որ իրական Հայաստանի գաղափարը առաջին հերթին վերաբերվել է սովետական Հայաստանին, որտեղ բոլշևիկները մեզ համոզում են որ սա է իրական Հայաստանը եւ մոռացեք մնացյալի մասին եւ մեր ընտանիքից մի պատմություն կա պապս մորական պապս Պարսկաստանից է տեղափոխվել այստեղ, հաստատվել են Արտաշատում, նա աշխատում էր երկաթգծում, հաճախ նաև այնտեղ սահմանները բաց էր, Նախիջևանով մինչև Օրդուբադ, այնտեղից է Իրանը երևում է, որ կարոտած բացականչելա վաղ հայրենիքիս հոտը զգացի Իրանի, դրա համար քանի սուտկա դատապարտել են բոլշևիկները։ Դե մի հերո է այն օրը որ ասենք մեր նոր բոլշևիկներն էլ անեն։ Գեներալ Մանվելը Սերժ Սարգսյանին մի օր ասավ վերջին բոլշևիկ, չէ՞ համագումարի վաղտ։ Հեսա։ Նիկոլնա։ Դե պետքա հաղորդումը մենք ամփոփենք, բայց շատ կարևոր բան կա։ Հարևանությամբ խայտարակ պատերազմ ընթանում եւ կարծես մենք նախորդ 2 հաղորդումներն արդյունավետ քննարկեցինք, նվիրել ենք պատերազմին, ինչ վերլուծություն որ արել ենք իրականում այդպես գնում է զարգացումները, բայց մեր հետևորդներին ուղղակի խոսք ենք տալիս, որ հաջորդ հաղորդումը, եթե նոր բաներ չլինի, ասենք, չգիտեմ, հիմա էլ ինչ լինի, ասենք, Մադենադանից չանեն գրքերը վառեն օպերայի մոտ կամ բան, ինչ որ տես խնդիր չառաջանա, մենք անպայման Իրանի Իսլամական Հանրապետության դեմ մղվող այս դաժան պատերազմին կանդրադառնանք, եւ նաեւ Իրանի պաշտպանությանը, ոնց է պաշտպանվում, ինչ վարքադրսևորում եւ տարածաշրջանում ինչա կատարվում։ Ըստ էության շատ կարճ է թե ասենք Միացյալ Նահանգների հաշվարկները, որ մի քանի օրում այդ պատերազմը կավարտվի, չի ստացվել եւ այն իրավիճակը, որ Ռուսաստանի հետ եղավ, որ 3 օրում Կիևը պիտի գրավեին, 4 տարի է այդ պատերազմը ընթանում է, գրեթե նույն բանը, դեռ բնականաբար սկզբնական շրջանն է, տեղի ունենում Իրանի վրա հարձակման արդյունքում եւ հայտարարակ հետևանքներ։ Ավիա հարվածներով, թիրային հարվածներով պատերազմ չեն հաղթում եւ ըստ էության հանրահռչակված ոչ մի նպատակ կյանքի չի կոչվել, ռեժիմը չի փոխվել, հրթիռային ծրագիրը ոչնչացված չի, հրթիռները արձակվում են, ճիշտ է, մի քիչ ինտենսիվությունը ընկել է, չգիտենք միջուկային ծրագիրը չեզոքացված է թե չէ, կիմանանք երբ որ լինի ցամաքային գործողություն եւ այդ բաները դռները պեչատեն, պլոմբեն, բանակում ոնց են պլոմբում ու փակվեն։ Այդ դեպքում, բայց մենք չգիտենք ինչ կա, չկա։ Եվ հաճախ նաեւ Թրամփը խոսում է նավատորմի ոչնչացման մասին, բայց եկեք խոստովանենք, որ մեծ նավատորմը, մեծ նավերը Իրանը երբեք որպես պատերազմելու առանցքային միջոց չի դիտարկել
եւ Իրանի համար շատ ավելի արդյունավետ են այդ փոքրիկ հրթիռակիր, հա, ճիշտ եմ ասում, Տրոնները, բաները, կաճեռները, այո, որոնք մեծ նավեր են խորտակում։ Ինչևիցե կանդրադառնանք, կանդրադառնանք։ Դա համար մենք ձեզ էլի մի խնդրանք ունենք, լայքել, մեկնաբանություն թողնել ձեր կարծիքը եւ տարածել։ Լավ մնացեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։ Դիմացեք։